Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում։ Ես Նադյան եմ, երկու տղաներս են, Էմինը եւ Ադանը։ Այսօր օրը Էմինին ու Ադանինն է։ Գնում ենք կինո ու անպայման ձեզ հետ կիսվելու ենք կարծիքով, որովհետեւ կարծում եմ այս ֆիլմը շատերին է հետաքրքիր։ Նորաէկրաններ դուրս եկել Ռուբեն Եսայանի թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա գրքի հիման վրա նկարահանված ֆիլմն է։ Մենք գիրքը չենք կարդացել, եթե անկեղծ, ես էլ Էմինը բանականներն ունեն գաղտնիքն է կարդացել, չէ՞ Էմին։ Հա, ճիշտ է։ մամել բանան այ, որ գիրքը չենք կարդացել, այդեղ որ գնանք ավելի հետաքրքիր կլինի։ Ավելի հովից ու Ես էլ եմ տենց մտածում, որ մեզ այդեղ չենք կարդացել։ Ես էլ եմ տենց մտածում, որ մեզ ավելի հետաքրքիր կլինի, որովհետև մենք գիրքը չենք կարդացել, բարձրախոսս պոյսոկիս մեջ է, գիտեք չէ։ Ալարում եմ հանեմ միացնեմ, որ բարձրախոսով խոսեմ, բայց հեսա կհանեմ, որովհետև փողոցի ձայները ամեն դեպքում շատ են խանգարում։ Մենք գիրքը չենք կարդացել, ինչպես ասացի, ու մեզ ավելի հետաքրքիր կլինի ֆիլմը նայելը, որովհետև ընդհանուր սցենարին առաջին անգամ ենք ծանոթանալու։ Կամ եթե ուզում ենք գիրքել կարդանք, առաջինը կարող ընդհանրապես գնանք նայենք, որ տենց հետաքրքիր ու հավես լինի, արդեն կարդանք։ Իրականում ֆիլմը գրքին չի խանգարում։ Մենք մեր փորձից ենք եկել այդ եզրակացությանը, որովհետև օրինակ Հարի Փոթերը ֆիլմը 100,000 անգամ մենք նայել ենք, բայց մեկը Էմինը մեծ հաճույքով Հարի Փոթերի գրքերը կարդում է, չէ՞ Էմին։ Այո։ Միշտ քանի մասով։ Փորձը ցույց է տալիս, որ չի խանգարում ֆիլմը, գիրքը իրար չեն խանգարում։ Որ մասն ես հասել, երկրորդ, երրորդ։ Հա, երկրորդը հեսա կվարջացնի։ Հավեսով կարդում է Հարի Փոթերի գրքերը, դրա համար նույնն էլ սա կարող ենք ֆիլմը նայել, հետո գիրքը ձեռք կբերենք ու գիրքն էլ կկարդանք։ Մետրոնոմից դուրս եկանք, երեխեքին պատմում եմ, թե ինչ տեսք ուներ մետրոնոմը մեր երիտասարդ տարիներին, երբ մենք ուսանող էինք, ինչպիսին էր մետրոնոմը ու իրենք չեն պատկերացնում, ուսում եմ ոնց տենց քանդած էր, ոչ մի բան չկար, եկեք գնում ենք մեր տեղը գտնենք, կարգը 3, գնացեք 10 ոնց որ թե երրորդ շարքենք մենք գտանք մեր տեղը, տեղավորվեցինք մի արատենց և ունենք 5 րոպե ժամանակ Էմինը փորձում է Ադանին բացատրի, թե քանի վայրկյան է 5 րոպեն։ Երեխեք, ոնց եք։ Ընտիր։ Ինչ սպասելիքներ ունեք, հիմա ասեք, որ հետո կինոյից հետո էլ ասեք արդարացան ձեր սպասելիքները, թե չէ։ Սպասելիքները դի չեն շնորհակալ։ Այսինքն քեզ ասեմ կինոն տենց լավ լինելու, Մենք հասկանում ենք կինոն շատ լավն է լինելու, մի քիչ վախենալու, շատ հավես։ Ստենց կլինի շատ վախենալու, ինչպես վանականներն են գաղտնիքներ, շատ լավը և շատ հիանալի։ Կինոյից հետո որ դուրս գանք, կասենք, որ սպասելիքները արդարացան, թե չէ։ Չգիտեմ։ Սպասենք։ Թթենի և մի շարք այլ ֆիլմեր։ Ամեն ամիս մեկ բացառիկ երեկո վերականգնված հայկական ֆիլմերի պրեմիերաներ։ Արի հայ կինոյի աշխարհ, կինո Մոսկվա։ Լեգենդը պատմում է, որ Խոսրով կոտակի մահից հետո բոլոր նրանք, ովքեր մտնում էին Խոսրովի արգելոց, անհետ կորում էին։
Ներս հավանցեք։ Սիրտի Աժանյազին է։ Էս ինչ է։ Խոսրովի սիրտը։ Դե կիսվեք կարծիքով։ Բայց չասենք։ Ինչ ձեզ դուր եկավ, դուր չեկավ, տենց։ Շատ վախենալու է։ Չէ վախենալու։ Вообще վախենալու։ Դրսում խոսելն այնքան էլ հարմար չէր, մենք արդեն տանն ենք, ինձ թվում է ավելի հանգիստ կկարողանամ ես կիսվել իմ տպավորություններով ֆիլմի հետ կապված ու այդ ընթացքում նաև կմաքրեմ դիմահարդարումս։ Նախ մի փոքր, մի երկու խոսքով ասեմ, թե ինչ տպավորություններով են դուրս եկել երեխաները, իրենք իսկապես հիացած էին, Էմինը շատ ոգևորված էր, իրեն ընդհանրապես դուր չեկավ այն, որ իր կողքի նստած տղամարդը մոտ 50-55 տարեկան երևի կլիներ, ամբողջ ընթացքում վատաբանում էր, ծաղրում, ինչը կարծում եմ հարիր չէ հասուն մեծ տղամարդուն, այն էլ այն դեպքում, երբ կողքիդ նստած է երեխա, ով շատ ոգևորված նայում է ֆիլմը, ինչևէ անցնենք այդ թեման, իսկ թե ինչ կարծիք եմ կազմել ես ֆիլմի հետ կապված, նախ հենց սկզբից ուզում եմ ասել, որ մենք իրավունք չունենք այդ ֆիլմը դատելու այնպես, ինչպես կդատեինք որևէ հոլիվուդյան ֆիլմ, հա, որովհետև հաշվի ենք առնում, որ ֆիլմը նկարահանվել է մեր երկրի պայմաններում, մեր ֆինանսական բյուջեին համապատասխան և շատ այլ հանգամանքներ կան, բնականաբար մեր մասնագետների ունակություններին համապատասխան և այլն, պետք չի ֆիլմին մոտենալ շատ քննադատորեն, ասես հոլիվուդյան ինչ-որ ֆիլմ են նկարել ու չի ստացվել, որովհետև բացասական կարծիքներ շատ եմ լսել ֆիլմի հետ կապված, դրական կարծիքներն էլ են իհարկե շատ, բայց բացասական կարծիքներն էլ քիչ չէին, այնինչ ինձ համար բացասական կարծիքները այդքան էլ արդարացված չեն, որովհետև ես նկատեցի, որ իսկապես մեծ աշխատանք է տարվել ֆիլմի նկարահանման համար, նկարվել են շատ լավ դերասաններ, կային սկսնակ երիտասարդներ, որոնց ես երևի թե այլ ֆիլմերում չեմ էլ հանդիպել, եթե անկեղծ լինեմ, բայց իրենք իրենց դերը հիանալի էին խաղում և սկսնակ դերասանների կողքին կային նաև սիրված դերասաններ, ինձ շատ զարմացրեց ամենավերջին կադրը, երբ ես տեսա Միշոյին, ռեպեր, ու այդ իմ համար մի հատ սենց վաու էր, մեծ հաղթանակ Ռուբենի համար, որ իր ֆիլմում նկարվել է Սոշ Ջանիբեկյանը, վերջին կադրում, անգամ եթե դա ընդամենը մի կադր էր, նաև Միշոն, ֆիլմում նկարվել էր նաև Գելի հայտնի Գիքորը ֆիլմի, Գիքորի դերակատարը, ինձ թվում է չկա այնպիսի մի հայ, ով Գիքորը ֆիլմը չի նայել ու տեսնել Գիքորի դերակատարին արդեն որպես մեծ հասուն տղամարդ այդ ֆիլմում, էլի շատ հաճելի էր, այս հիացմունքով ֆիլմը նայել եմ սկզբից մինչև վերջ, չնայած նրան, որ սցենարը մի փոքր թույլ էր ինձ համար, բայց էլի եմ ասում, անգամ շատ հոլիվուդյան ֆիլմեր, որոնց վրա միլիոններ են ծախսվում, միլիոնավոր դոլարներ են ծախսվում, անգամ շատ հոլիվուդյան ֆիլմեր ունենում են թույլ սցենար, ունենում են թույլ ռեժիսորական անձնակազմ, մի խոսքով չեն արդարացնում այն ծախսերը, որոնք որ արվել են ֆիլմի նկարահանման համար, կարելի ասել Ռուբենը այն առաջիններից է, ով այդ ժանրում միստիկ, թրիլեր, չգիտեմ ինչ-որ սենց ժանրում ֆիլմ է նկարում ու կարծում եմ, եթե կարող ենք ոգևորել, պետք է ոգևորենք
եթե պիտի հակառակն ասենք, ավելի լավ է լռենք։ Այս այդ դեպքն է ինձ համար, որովհետև այս այն դեպքը չի, երբ կարելի է ասենց քննադատորեն մոտենալ։ Կարահանումը իսկապես շատ լավ էր արված, զգացվում էր, որ ամեն կադրի վրա աշխատանք ա դրվել, զգացվում էր, որ դերասանները ի սրտե ամբողջ հոգով մտել են կինոյի մեջ, կար, որ պետք էր հուզվեին, պետք էր ինչ-որ շատ բուռն էմոցիաներ ցույց տային ու այնքան լավ էին խաղում այդ էմոցիաները, այնքան լավն էին այդ հուզվելը, վախենալը, չգիտեմ, ինչ-որ հանկարծակի ինչ-որ բաներ անելը, գործողություններ անելը շատ դինամիկ գնում էր։ Գնացած ամեն ինչն էլ շատ լավ էր, գնացեք նայեք երեխաների հետ, հատկապես եթե ձեր երեխաները ճանաչում են եւ սիրում են Ռուբեն Եսայանին, հաստատ կգնահատեն ֆիլմը, եթե երեխաները կարդացել են գիրքը, առավել եւս գնացեք, նայեք իրենց հետ։ Այս էր սենց իմ անկեղծ կարծիքը ֆիլմի հետ կապված, հիմա արդեն մաքրեցի շպարս, ծորակի վրա եմ հենել հեռախոսը դրեմ մի հատ էլ լվացվեմ, ինչքան էլ որ այս տոնիկ օգտագործում եմ շպարը մաքրելու համար, մեկա վերջում էլ մի հատ ուղղակի ջրով լվացվում եմ, որ դեմքս լրիվ մաքրվի, իդեպ այս տոնիկը, չգիտեմ ինքը ոնց է կոչվում, ունեմ սրա նաև փրփուրա, այսպես կարող եմ պահել, ինչ-որ սկրին անեք, Viber-ից եմ պատվիրել, շատ լավն է, երևի 2 տարուց ավել օգտագործում եմ, թե ոչ թե այս շիշը, սա արդեն երևի 3-4-րդն եմ փոխում, բայց իրեն օգտագործում եմ, փրփուրը եւս օգտագործում եմ 2 տարուց ավել ու շատ հավանում եմ, չկա մի ֆիրմա, որ սիրեմ այնքան շատ հավանած լինեմ, ինչքան հենց սա։ Գիշերը ես լիքը գործ ունեմ անելու, բայց մինչև այդ գործերս չավարտեմ, չեմ մնալու քնելու, որովհետև վաղը եւս բուռն եւ ծանր օր է լինելու։ Քանի որ այս վլոգը գրեթե ամբողջությամբ նվիրվեց ֆիլմին եւ դրա հետ կապված գրքին, եկեք ցույց տամ Էմինի գրապահարանի մի քանի սիրելի գրքերը, գուցե ձեզ էլ օգտակար լինեմ, եթե մտածել եք ինչ գիրք գնել ձեր երեխայի, ձեր թոռնիկի համար, այս հատվածից հետո վլոգի գուցե ավելի լավ կողմնորոշվեք, այս դարում հատկապես կարծում եմ պետք է խրախուսել ընթերցանությունը սերը գրքի նկատմամբ, որովհետև դա մեր լավ ապագայի կարևոր նախադրյալներից մեկն է, որ մեր երեխաները ընթերցասեր մեծանան ու ունենանք ապագայում խելացի սերունդ։ Էմինի սիրելի գրքերի թոփը սկսվում է Հարի Փոթերի շարքով, ինչպես տեսնում եք, մինչև 5-ը ունենք, առաջին 2-ը կարդացել է, այս պահին 3-րդն է կարդում, ինչի մնացած մասերը չեմ գնում, որովհետև 4-ը եւ 5-ը բավականին հաստափոր են, կարծում եմ մինչև այս 2 հատվածն էլ կարդա, ես արդեն կկարողանամ կհասցնեմ ձեռք բերել նաև մնացած մասերը։ Հարի Փոթերը շարքի հենց կողքին դրված է Ռուբեն Եսայանի Բանականներն ունեն գաղտնիք գիրքը։ Այս պահին Էմինը չունի թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա առաջին եւ երկրորդ մասերը։ Այս ամբողջը նախատեսված է կարծում եմ 10 տարեկանից մեծ երեխաների համար, շեշտում եմ, որ ընթացքում ավելի օգտակար լինեմ ձեզ, որովհետև այստեղ փոքր երեխաների համար նախատեսված գրքեր եւս կան, որոնք կարող եք հաշվի առնել։ Այստեղ էլի տեսնում եք մասերով ինչ որ հետաքրքիր մի շարք, սա կախարդական գրադարանը գրքերի շարքն է, կախարդական գրադարանը, երկրորդ մասը Եգիպտոսի կախարդանքը ու մնացած մասերը եւս Կարմիր մոլորակը, 90-ականների Երևանը, Ամանորի հրաշքը եւ եւս մի մաս ուներ։ Սա կարծեմ վերջին մասը, որը այստեղ է։ Վերջին ճանապարհը, այս պահին սա կարդում է Ադանը, կախարդական գրադարանը գրքերի շարքը շատ հարմար է 7 տարեկանից, 8 տարեկանից սկսած երեխաների համար, ովքեր արդեն սկսում են կարդալ, տառաճանաչ են եւ կարող են կարդալ, այս գրքերը կարող եք առաջարկել, եթե չեմ սխալվում, արդեն կախարդական գրադարանը գրքերի շարքը նաեւ մտել է
դպրոցական ընթերցանության առաջարկվող ծրագրի մեջ, ու դա շատ լավ է, որովհետև այս շարքը բավականին ուսուցողական տարեր է պարունակում ու լավ է, որ երեխաները կարդան։ Այստեղ ունենք փակ գիրք, Ժենգյալի համը կոչվում է, դեռ չենք բացել։ Այստեղ ունենք ևս մեկ փակ գիրք, Գորգի աշխարհը, որը էլի երեխաները չեն կարդացել դեռ, եւ ևս մեկ փակ գիրք օպերայի բակում։ Ու քանի որ հերթը փակ գրքերին է հասել, ցույց տամ ևս մեկ փակ գիրք, այսենց սիրուն, որը դեռ անգամ ժապավենը չենք հանել։ Այս գիրքը Էմինը նվեր է ստացել, երբ մասնակցեց Ադանի բուկվարի հանդեսին, որպես բուկվար, ու ուսուցչուհին Էմինի համար մի փոքրիկ նվեր էր պատրաստել, ինչը շատ հաճելի էր, ու սենց սիրուն պահել ենք, ուզում էինք Էմինի հետ հոլովակ նկարել, դրա համար դեռ ժապավենն անգամ չենք հանել, շատ գեղեցիկ էր փաթեթավորումն արած, այսպես չենք բացել։ Սա Ադանի ամենասիրելի գիրքն է, ամազոնյան արկած։ Գիրքերի այս շարքը արդեն նախատեսված է ավելի փոքր տարիքի երեխաների համար, եթե մտածում եք ձեր 3+ բալիկների համար, 2+, ինչու չէ, ինչ գիրք վերցնել, որ եւ դուք պատմեք իրեն, եւ կարողանաք իր հետ թատրոն բեմականացնել, անպայման գիրք թատրոն վերցրեք, հրաշալի տարբերակ է։ Այս Ադանի էջանիշն է, ունենք այստեղ, հետո սիրուն կդասավորեմ։ Այսենց մեծ փազլի կտորներ է գրքի ներսում, որոնք ոտիկները իդեպ ևս կա գրքի վերջում, այն մեկը կորցրել ենք։ Այս ոտիկներով կանգնում է փազլի այս կտորները եւ հնարավոր է լինում ամբողջ գիրքը կարդալու ընթացքում թատրոն բեմականացնել երեխայի համար եւ ավելի պատկերավոր դարձնել գրքի ընթերցանությունը։ Սա Առնոյի ամենասիրելին է, Ձյունետ Հագուհին։ Այստեղ ունենք նաև 3 խոզուկները եւ ունենք շաղկամը։ Ունենք նաև Գնդիկ Բոքոնիկը եւ Պոչատ աղվեսը, որը արդեն ոչ թե գիրք թատրոն է, այլ հենց փազլի կտորներ են ներսում, այսպես։ Սա կարծում եմ մի քիչ ավելի մեծ տարիքի երեխաների համար է, 4-5, չնայած որ վրան գրված է 0+, բայց ամեն դեպքում երեխաները այս փազլի կտորները ներսի կորցնում են։ Իհարկե կարելի է կարդալ երեխաների համար, բայց պետք է շատ զգույշ լինեք, որ այս փազլի կտորները ներսից չընկնեն, կորեն, դրա համար մի քիչ մեծ տարիքի երեխաների համար կարելի է վերցնել, որ իրենք շատ խնամքով վերաբերվեն, առհասարակ ես սիրում եմ, երբ խնամքով են գրքերին վերաբերվում, երեխաները չեմ սիրում, որ սենց վերցնեն, այս կողմ գցեն, դրա համար մեր այս գրքերը միշտ պահարանում շարված են լինում ու երեխաները վերցնում են, երբ հենց ընթերցանության ժամը, իրենք ամեն մեկը մի տեղ կարող են նստել, գիրքը կարդալ, հետո նորից փակել ու գեղեցիկ դնել պահարանում։ Այստեղ կա նաև Էմինի սիրելի ինչ-որ հրեշավոր Լավքրաֆթյան աշխարհներ ես չեմ կարդացել, կա Անվերջանալի գիշեր Ագաթա Քրիստի էլի Էմինի գրքերից է, կա 15-ամյա Նավապետը Ժյուլ Վերնի էլի Էմինի գրքերից է, Էմինն է կարդացել, այստեղ նվեր քարտ ունեմ ես, եւ կա Իշխանության 48 օրենքները երեխաների համար, այսպես սրանք էլ մեր գրքերի մի մասը կարելի ասել, որովհետև այստեղ ևս կան գրքեր, այսպես, եւ գնալով շատանում են մեր գրքերը, ինչը միայն ուրախացնող է, կարծում եմ, երբ երեխաները այնքան շատ են սիրում գրքեր, որ դու անընդհատ ցանկանում ես գնել, բայց առաջիկայում ասել եմ, չուզեք գիրք չեմ գնելու, մինչև այս փակ գրքերը չբացվեն, բոլորը չկարդաք, մինչև այս մասերը, հատորները, բոլորը չվերջացնեք, նոր գրքի անուն չտակ հանկարծ, խնդրում եմ ի սեր Աստծո։ Ամբողջ ամառը հաստատ դեմներսը կհասցնենք այս բոլոր գրքերը կարդալ։
Եվ այդպես սիրելիներս մի հատ էլ սենց դեմքով ձեզ ասեմ արդեն առայժմ դասավորը մեզ պահարանը, որը հենց նոր քանդեցի, էլի լիքը գործեր ունեմ անելու, դրանք վերջացնեմ, նոր միայն գնամ հանգիստ քնելու, որովհետև վաղն էլի ամբողջ օրը վազքի մեջ ենք լինելու ու իհարկե ընթացքում չմոռանա ձեզ համար վլոգ նկարել, որովհետև ես տեսնում եմ ձեր ակտիվությունը, այդ ինձ շատ ոգևորում է, շատ դուր է գալիս ու ինձ թվում է դուք էլ նկատել եք, որ արդեն ավելի հաճախ եմ վլոգներ նկարում։ Դե ես գնացի առայժմ, ձեզ մաղթում եմ օրվա հիանալի շարունակություն ու ասում, որ մենք կհանդիպենք հաջորդ վլոգի շրջանակներում։